Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Ամեն տարի անդրադառնում ենք մթերումներին ու վերամշակող արդյունաբերության վիճակին։ Սեպտեմբերի կեսերին սկսվելու են խաղողի մթերումները և արդեն տեղեկություններ կան, որ որոշ գյուղերում մարդիկ հայտարարել են, թե ի պատասխան ոլորտի անմխիթար վիճակին երեխաներին դպրոց չեն ուղարկելու։ Ցորենի մթերման գները ևս մտահոգիչ են։ Որոշ տարածաշրջաններում հացահատիկ մթերում են 80-ից 90 դրամով։ Նույնպիսի վիճակ է նաև կաթի մթերման առումով, բայց դա խնդրի մի կողմն է։ Վերամշակողների սահմանած ցածր գները ինչ-որ կերպ հնարավոր կլիներ արդարացնել, եթե պատրաստի արտադրանքը ևս էժան լիներ, սակայն այս տարի մասնավորապես հավկիթի սեզոնային էժանացում չնկատվեց։ Կաթնամթերքի բարձր գները ևս պահպանվեցին։ Դրանք վնասում են ոչ միայն ֆերմերին ու սպառողին, ջայլամի նման կեցված կընդունելու դեպքում կտուժեն նաև վերամշակողները։ Ի վերջո, Եվրասիական տնտեսական միության տարածքը բաց է ոչ միայն հայկական, այլև ռուսական և բելարուսական արտադրանքի համար, ու եթե հայ արտադրողը առաջարկի թանկ արտադրանք, սպառողների մի ստվար զանգված կնախընտրի ներկրված էժանը։ Որոշեցին խնդրին անդրադառնալ կաթի և հավկիթի օրինակով, հասկանալու, որքան է դրանց ինքնարժեքը, ինչպես կարելի է գին ձևավորել, ինչպիսի գործառույթներ ունի պետությունը և ինչ կլինի, եթե հայկական արտադրանքը ավելի մրցունակ չդառնա։ Մանրամասները Շուշանիկ Միրզոյանի «Դառը դատում, դատարկ նստում» ռեպորտաժում։ Կաթի մթերման գինը կրկին նվազել է։ Երևանի մերձակա մարզերում 1 լիտրը մթերում են 110-ից 120, իսկ հեռավոր մարզերում մոտ 90 դրամով։ Անասնապահությունը հետզհետե ոչ շահութաբեր է դառնում։ Ժողովուրդը արդեն կաթ չի հանձնում համարյա, որովհետև գինը շատ ցածր է, ձեռնտու չի։ 110 դրամ, 3.6 ուղայնությունը 110 դրամ։ Առաջ հավաքում էին, ավտոմատում էր, բայց հիմա չեն տեսել։ Ու ավտո չի մտնում, Մտնում էր ինչքանով էր տանում։ 100 դրամ, հետո իջեցի 90 դրամ։ 3.6, 3.7 ուղայնությամբ կաթը այսօր արժի 110 դրամ, որը ինքնարժեքից շատ ցածր է։ Մի լիտր ջերմուկը 250 դրամ է։ Այսինքն 2.5 կիլոգրամ կաթ պետք է տանի, որ դա ծախի, որ մի լիտր նա ջերմուկ առնի։ Դա եւ բարոյական ամոթ է, եւ վիրավոր անգամ ներքին։ Կաթի գինը 200 դրամից եթե պակաս է, ձեռնտու չի կաթ արտադրել։ Պետությունը դոտացիա պետք է տա, գինը պետքա սահմանի բացր, հետը դոտացիա տա, որպեսզի գյուղացուն ձեռնտու լինի։ Սակայն փաստը գյուղացիներին թերևս այնքան չզայրացներ, եթե խանութներում 1 լիտր կաթը չվաճառվեր ավելի քան 400 դրամով, այն էլ յուղազրկումից ու կաթի փոշիով վերամշակումից հետո։ Հայաստան, ինչպես մասնագետներն են պնդում, էժան ցածրորակ կաթի փոշի է ներկրվում, եւ անգամ պաստերացումից հետո 1 լիտր կաթի գործարանային գինը չէր կարող այդքան աճել։ Նահոկույր չի, գալիս է քաղաք, տեսնում որ այդ կաթը 500 դրամ է վաճառում։ Ասում այն կերպետություն, այս ինչ դարա, այս որտեղ ենք ապրում, այս ինչ քարանձավային մղձավանջա։ Մենք առաջերտին պետք է հասկանանք, մենք որ գնում ենք ընդհանրապես այդ կաթն ենք գնում, որը գյուղացուց 100 դրամով մթերեցին, թե ընդհանրապես կաթի փոշի ենք գնում, որի գինը էլ ավելի էժան է։ Փորձում ենք ոլորտում շահութաբերության մակարդակը ճշտել հենց արտադրողներից։ Հարցազրույցից հրաժարվում են։ Կաթնամթերք վերամշակողների միության նախագահն էլ Հայաստանում չէր։ Փոխարենը հանդիպումից չի հրաժարվում Պանրագործների միության նախագահը։ Հայաստանում կաթի փոշուց պանրի արտադրության տեխնոլոգիաներ չկան։ Մթերումների ծավալը քիչ է, այնպես որ չխոսելու, ինչ որ բան թաքցնելու առիթ չունի։ Նշում է, որ կաթի մթերման գինն իսկապես ցածր է։ Վերամշակումից հետո էլ պատրաստի արտադրանքի գինը չի կարող 4-ից 5 անգամ աճել։ Գործանուղու պատրաստեցի ստացար, բանի դեպքում 30-ից 40%։ Ինքը դարձնում է ինքնարժեքի մեջ է մտնում ծախսերը։ Էներգետիկ ծախսեր են, հարկեր են, աշխատավարձը, պահեստի գին ինքը պետք է նաև եկամուտ, դրա մեջ չի մտնում վարկերը, վարկային ռեսուրսների ամորտիզացիոն ծախսերը։ Ընդ որում, 1 կիլոգրամ պանիր ստանալու համար 8-ից 9 լիտր կաթ է պետք։ Եթե նույնիսկ այդ ցուցանիշները կիրառելի լինեն պաստերացված կաթի համար, ապա դրա գինը ներառյալ արտադրողի եկամուտը չի կերազանցի 220-ից 250 դրամը։ Ագրարային համալսարանում հաշվարկել են կաթի վերջնական մոտավոր գինը։ 500 դրամով, որ նրանից գնում ենք, ձեզ պետք է հասնի 300-320 դրամով։ Սակայն գերշահույթների մոլուցքի ու սպառողին մոլորացնելու պատճառով այսօր Հայաստանում ավելացել են ԵՏՄ այլ երկրներից ներկրված ավելի էժան կաթնամթերքի վաճառքի ծավալները։ Նույն հայկական արտադրանքը մեր շուկայից դուրս է մղվել։ Հիմա տեսեք նույն ռուսականի պլոմբիր տեսակի պաղպաղակի վաճառքը տարին տարվա վրա մեր երկրում որքան է աճում։
Այն դեպքում, երբ որ մենք ընդամենը 3 տարի առաջ ունեինք նույն այդ որակյալ պլոմբիր պաղպաղակը, որը կար շուկայում, որի գինը մի փոքր թանկ էր։ Բաբկին Պիպոյանը նշում է, շուկան կարգավորման կարիք ունի։ Հայկական կաթնամթերքի կենսունակությունը կարելի է բարձրացնել ճշգրիտ մակնշումների ու ոլորտի խոշոր արտադրողների գնային քաղաքականության նկատմամբ խիստ վերահսկողությամբ։ Նա օրինակ է բերում պայմանական գներով։ Գրեթե բոլոր կաթերը նույն գնի են։ Մոտավորապես 380-ից 420 դրամ։ Գրեթե նույն գինն է։ Այն դեպքում, երբ որ մենք պետք է ունենենք շուկայում 300 դրամանոց կաթ, կաթի փոշուց, միայն փոշուց, ունենենք 400 դրամանոց կաթը, որը ունենք 400-450, դա կլիներ այն կաթը, որի մեջ կար թե անարատ կաթ եւ թե փոշի կաթ, չոր կաթ։ Եվ մենք ունենենք միայն անարատ կաթից պատրաստված կաթ, որի լիտրը կարող է լինել ավելի թանկ շուկայում։ Եթե Հայաստանում կաթնամթերքի շուկայի նվաճումը քաղաքակիրթ է ընթանում, Հավկիթի շուկայում կատարվողը մեղմ ասած անբարոյական է թվում։ Ի տարբերություն ռուսական կաթի, Հավկիթը վաճառվում է որպես հայկական, ըստ որում ներկրողը ոչ թե ռուսական, այլ հայկական ընկերություններ են։ Որոշ լուրերով նման գործելակերպ է որդեգրել վաղուց արդեն չաշխատող ու հավերի գլխաքանակ չունեցող Հավիցա ընկերությունը, որի մակնշմամբ ռուսական Հավկիթ է վաճառվում ոչ միայն Երևանում։ Ռուսաստանյան արտադրության Հավկիթը ներկայացվում է նաև որպես գնդեվազի թռչնաֆաբրիկայի արտադրանք։ Հավկիթի պարագայում ինչու է որ նա շուկայ է մտնում որպես տեղական, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե ինքը շուկայը հանվի որպես ռուսական արտադրության Հավկիթ, ինքը շուկայում տեղ չի ունենալու։ Հավկիթի եւ թռչնամթերքի արտադրության շուկան եւս գնային կարգավորման կարիք ունի։ Բարձր գները, ըստ Կորյուն Գրիգորյանի, պայմանավորված են նաև խանութների աշխատակիցների կամայականություններով։ Նրանց վրա ուրեմն ձուն այս պահին նստում է 30-35 դրամ, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Նրանք 40-42-45 դրամով վաճառում են առևտրական կազմակերպություններին, այդ 60 դրամանոց ձուն նա 50-52 դրամն էլ է դրա տակ ծախում։ Որն է ելքը եւ տնտեսական նոր իրողությունները ինչ լուծումներ են պահանջում։ Գյուղացիներին ասում են, որ ձեր տարածքի մանկապարտեզների կաթը մատակարարեք դուք, համ գյուղացին է թանկ վաճառում, համ ուրեմն պետությունն ավելի քիչ վճարում։ Կառավարությունը լիկանելիք ունի, բայց չի անում, չի հետաքրքրում իրան։ Եթե պետական կառույցները արագ չարձագանքեն վերամշակողների գնային քաղաքականությանը, ապա մի քանի տարի անց մենք կկորցնենք թռչնաբուծության ճյուղը։ Կաթնամթերքի արտադրության ծավալները կնվազեն։ Նույնը կդիտվի նաև տնտեսության այլ ոլորտներում, նշում էին մեր զրուցակիցները եւ հավելում, որ վերամշակողներին լուրջ փորձություն է սպասվում արդեն այս աշուն։ Որոշ տեղեկություններով շուտով Հավկիթի ու կաթնամթերքի մեծածավալ ներկրումներ են սկսվելու։ ԵՏՄ տարածքը մասնագետները նմանեցնում են մարտադաշտի, որտեղ ապրելու եւ զարգանալու իրավունք կստանա հաղթողը։ Տնտեսության մեջ այդպիսի կլինեն որակյալ, էժան եւ մրցունակ արտադրանք առաջարկողները։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Հաճախ ենք դեպքեր ներկայացրել, երբ քաղաքացին վրայերթի է ենթարկվել հետիոտնի համար նախատեսված անցումը հատելիս։ Խոսել ենք նաև պատճառների մասին, մասնավորապես, որ գիշերային ժամերին ճանապարհների վատ լուսավորվածության պատճառով հանդիպակաց մեքենաների լույսերի ներքո դժվար է նկատել հետիոտնին։ Ներկայացրել ենք նաև առաջարկներ, որոնցից ամենաքիչ ծախսատարը հենց անցումների ուղղությամբ լուսավորության սարքերի տեղադրումն է։ Ցավոք, սա էլ տեղի չի շարժվում եւ պարբերաբար արձանագրվում են դժբախտ պատահարներ։ Առավել զայրացնող է, երբ երկու կառույց, որոնց խնդիրները փոխկապակցված են, գործում են միմյանցից անկախ, հաճախ ոչ տրամաբանված։ Ահավասիկ մեկ օրինակ։ Թբիլիսյան խճուղով թիվ 35 շենքի բնակիչները դիմացի մայթ անցնելու համար ահագին ճանապարհ են կտրում, որովհետև կանգառը հետիոտնային անցումից բավականին հեռու է։ Մարդիկ ստիպված փողոցը հատում են կանգառի մոտից, չթույլատրված վայրով, վտանգելով իրենց ու այլոց կյանքը։ Մոտ մեկ ամիս առաջ 33-ամյա Ռոման Գալստյանը վրայերթի է ենթարկվել հենց կանգառի մոտից փողոցն անցնելիս, ժամեր անցել հիվանդանոցում մահացել։ Բնակիչները ահազանգում են, որ պատահարներ են արձանագրվել անգամ անցումով անցնելիս։ Եվ ուրեմն, բնակիչների կարծիքով ո՞րն է ելքը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները Սոնա Դանիելյանի վտանգավոր եւ մահացու տեսանյութում։ Թբիլիսյան խճուղի 35 կոտորակ 1, կոտորակ 2, 33 կոտորակ 2 շենքերի բնակիչներն են բողոքում են, որ կանգառին մոտ հետիոտնային անցում չլինելու պատճառով պարբերաբար զոհեր են ունենում, քանի որ անցումները բավականին հեռու են, վարորդներն էլ ճանապարհի այդ հատվածում մեծ արագությամբ են երթևեկում։ Հարցի շորով մահացել է։ Դպրոցը ավարտած 10 տարին ավարտած վերջին զանգի օրը
մահացել է։ Հենց խաչմերուկում։ 3 շենքերից ունենք զոհեր։ Ոչ մի կերպ հնարավոր չէ ավտովթարներից խուսափել։ Անհնար է այստեղ անցնելը կյանքի մահու կռիվ է։ Հենց այստեղ օգոստոսի 7-ին վրաերթի ենթարկվեց բնակիչներից 33-ամյա Ռոման Գալստյանը։ Հարևանների պատմելով նա մայթից ընդամենը մի քանի մետրի վրա է մահացել։ Դիմացից եկող մեքենայի բարձր արագության պատճառով։ Մեքենայի վիճակն առավել քան խոսուն է, ցածր արագության դեպքում դժվար թե այս վիճակում հայտնվել։ Նախանցած տարի էլ նույն տեղում մեկ այլ բնակիչ է մահացել։ Աշխատանքից վերադառնալիս հոց գծից ընդամենը 1 մետր առաջ եկած ժամանակ էր, որ խփվել էր մեքենան, տեղում մահացել էր։ Մեկն էլ եղել է, այո, ծանը էլի նորից մահամերձ վիճակում, հասել են հիվանդանոց, ուղղակի փրկվել։ 46-ամյա այս կինն էլ հաշմանդամ է դարձել 7 տարի առաջ նույն վայրում ավտովթարի հետևանքով, ասում է, որ այն ժամանակ անգամ այդ հետիոտնային անցումը չկար։ Չնայած գծանշումից հետո բնակիչների կյանքում շատ բան չի փոխվել։ Երրորդ կարգի հաշվանդամ եմ արդեն 7-8 տարին է գալիս արդեն սենց հաշվանդամ եմ, ժամանակ աշխատում էի գոնե, հիմա պարսպան այդ էլ չկա։ 4 տարի հիվանդանոցներում տառապել է, ով է, որ մեկն ասել ինչ ա եղել։ Բա վերջը պիտի մարդիկ դեր կանգնեն, թե չէ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս փողոցը անվտանգ է անցնելը, քանի որ արագության սահմանափոխումը 40 կմ/ժ է, բայց այս վերջին դեպքի ժամանակ 140 կմ/ժ-ով վարել վարորդը։ Այդ հատվածում նախկինում եղել է 40 կմ/ժ արագություն, դպրոց է եղել, հիմա այդ դպրոցը փակվել է, նպատակահարմար չեն գտնում, որ 40 ժամ 40 կմ արագությամբ երթևեկը, այդ վայրում արդեն երթևեկը 60 կմ/ժ արագության։ Եվ գետնի վրա գրված այդ 40 արագությունները արդեն մաշվում են, չեն կարող ջնջել, մաշվում են եւ հետագայում չեն լինել։ Բնակիչները պնդում են, որ նախ հետիոտնային անցումները կանգառից բավականին հեռու են, բացի այդ անգամ դրանցով անցնել ապահով չէ, քանի որ վարորդներն ուղղակի չեն զիջում, գիշերային ժամերին էլ փողոցի լուսավորության բացակայության պատճառով չեն նկատում հետիոտնին։ Գազի հիմնարկի դիմաց կա հետիոտնային անցում, բայց հետիոտնային անցումը այն կողմից Սևանի կողմից եկող մեքենաների համար տեսանելի չեն, որտեղ իրենք ցածրից են բարձրանում եւ չեն նկատում մարդ անցնում է թե ոչ։ Ասենք գալիս ենք վերջով են գալիս, բավականին հեռու է։ Ինչքան հեռու Բայց կանգառն այստեղ այնտեղ կանգառ չկա։ Դրանց վրա էլ է վտանգավոր, դրանց վրա էլ քանի հոգու գցել են տակը էլի։ Հենց պիշեխոդի վրա չեն զիջում։ Երևի անցումով էինք անցնում, ճանապարհը մերն է, մենք արդեն պիտի անցնենք։ Մեկ էլ ներքևից այնպես մի արագությամբ եկավ, մեկ երկուսով մի փոքր էր մնում, արդեն ավտոյի տակ էինք։ Փորձեցինք անցնել նշված հետիոտնային անցումով, որն իրականում բավականին հեռու է կանգառից, մինչդեռ ըստ նորմերի անցումները պետք է գծված լինեն կանգառից 15 մետր հեռավորությամբ։ Համոզվեցինք, որ այս փողոցում անցնելն իսկապես ռիսկային է։ Ըստ այդմ էլ մարդիկ ճանապարհային ոստիկանությունից պահանջում են նախ հետիոտնային անցումը մոտեցնել կանգառին, ինչպես նաև արագաչափ կամ լուսակիր տեղադրել։ Սևանից եկող այդ հատվածում դրված է բնակավայրի սկիզբ Երևան, որտեղ որ վարորդները պարտավոր են երթևեկել 60 կմ/ժ արագությամբ։ Պետք է արագ չերթևեկեն եւ մեր քաղաքացիները պետք է շատ ուշադիր լինեն։ Ու քանի որ ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ տալուց այն կողմ ոչինչ չի կարող անել, չզիջելու դեպքում էլ օրենքը վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվություն չի սահմանում, հետիոտներին մնում է այնքան սպասել անցումներին, մինչև մի բարեխիղճ վարորդի պատահեն։ Նույն է մոտեցումը նաև արագաչափերի դեպքում, նպատակահարմար չէ։ Թբիլիսյան պողոտան կա 2 հատ նկարահանող սարքեր, որոնք արագություններն են ֆիքսում, երրորդը տեղադրման առաջնորդ նպատակահարմար չի, բայց քննարկենք, եթե նպատակահարմար կտեղադրենք։ Մինչ պատասխանատուները տարիներով այս կամ այն խնդրի նպատակահարմարություն են ուսումնասիրում, մարդիկ են տուժում, երեխաներ որբանում։ Զայրացած բնակիչները նշում են, որ խնդիրն ավելի է սրվում ուսումնական տարվա սկսվելուն պես, քանի որ տրանսպորտով երթևեկող աշակերտները դպրոցից վերադառնալիս պարզապես չեն կարողանում փողոցը հատել։ Իդեպ վերգետնյա անցում կառուցելու պահանջով բնակիչները կարճ ժամանակով փակեցին փողոցը, խոստանալով խնդիրը չկարգավորելու դեպքում ավելի կտրուկ միջոցների դիմել։ Բողոքի ակցիան ինչով պայմանավորված է, որ մի հնարավորություն անեն անցում լինի, որ հանգիստ ասնենք։ 3 ժամ ուղիղ սպասել ենք կանգառում, որ 13 կա, ինչա խռում կա։ Ես 2 երեխա չի պետք է կանգնեմ, մի ժամ կանգառում։ Մեր դպրոցը ամենամոտ դպրոցը 3 կանգառ այն կողմը։ Այսինքն երեխան անպայման տրանսպորտով իր ծնողի հետ է, թե մի քիչ մեծ է արդեն առանց ծնողի, տրանսպորտով է գնում գալիս։ 2014 թվականից սկսած այս մարդիկ պարբերաբար դիմում են քաղաքապետարանի եղած կանգառի տեղում վերգետնյա անցում կառուցելու խնդրանքով։ Ստացել են պատասխան, որտեղ նշված է, վերգետնյայի կառուցումը քաղաքաշինական առումով նպատակահարմար է, տեխնիկական իրականացման տեսակետից էլ հնարավոր, սակայն մասնավոր ներդրողներ չկան։ Մեր հարցմանն էլ գրավոր պատասխանում գրեթե նույնն է ասված։
Մայրաքաղաքում վերգետնյա հետիոտնային անցումների կառուցումը կատարվում է Երևանի քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության շրջանակում։ Ըստ այդմ, նախապես գույքագրվել են այն հատվածները, որտեղ կա դրանց անհրաժեշտությունը, որից հետո նախապատրաստված համապատասխան փաթեթները դրվել են մրցույթի։ Ձեր կողմից նշված հասցեում վերգետնյա անցում կառուցելու համապատասխան փաթեթը եւս դրված է եղել մրցույթի, որը սակայն չի կայացել ներդրողներ չլինելու պատճառով։ Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ չկայացած մրցույթների փաթեթները կրկին կդրվեն մրցույթի։ Եթե չեն կառուցվում, նշանակում է զոհերը պիտի զոհերի հետևից լինեն, այսինքն մարդը այստեղ արժեք չի։ Ճանապարհային ոստիկանությունը ամբողջ Երևան քաղաքում ուսումնասիրել է եւ կարծում է եւ Երևանի քաղաքապետարանը հետ քննարկել է Երևան քաղաքում պետք է 16-17 վերգետնյա անցում, որից մեկը լավ լիներ այդ Վարյունին։ Սա Հասրատյան փողոցի հետիոտնային անցումն է, որը Հարակից փողոցի բնակիչների պնդմամբ այնքան էլ ապահով չէ, ինչպես տեսնում եք, ոչ բոլոր վարորդներն են պատրաստ զիջելու հետիոտներին։ 1.5 ամիս առաջ էլ Առաքելյան, Վշտունի, Չուխաջան, Բաշինջաղյան եւ Հարակից փողոցների բնակիչներն էին սպառնում այս փողոցը փակել, մինչեւ տեղական իշխանությունները միջոցներ չձեռնարկեն իրենց անվտանգ երթևեկության համար։ Պահանջը նույնն է վերգետնյայի կառուցում։ Անկեղծ ես հարսս 3 երեխայով հրաշքով փրկվել ենք մի անգամ այդտեղից։ Երբ է եղել մոտավորապես։ Կլինի երևի մի 2 ամիս առաջ։ Երեխաները տեղով շատ են անցնում։ Հա, բոլորի երեխա կան։ Սա Դանիել Վարուժանն է սովորում, սա ժողովուրդ ամբողջ շուկա։ Նայում եմ, որ մեքենա շատ հեռու են անցնում եմ, թե չէ քշում անցնում են։ Վտանգավոր է։ Շատ։ Սպասում եմ, ինչը մեքենաներ անցնում են, նրա անցնում եմ։ Հա, դպրոց գնաց պարտադիր, եթե ճանապարհով ես, հա, գնում։ Այո։ Մեկը զիջում, մեկը չի զիջում։ Այտենց անցնում ենք, մի կերպ ով կանգնի, ով չկանգնի։ Այստեղ էլ երևի ինչ-որ մեկի հետաքրքրությունները չեն համընկել բնակիչների անվտանգության խնդիրների հետ, թե չէ մինչև հիմա վերգետնյան կառուցված կլիներ եւ մնացածների նման գովազդով ողողված։ Տպավորություն է, որ վերգետնյաները կառուցվում են ոչ թե նրա համար, որ մարդիկ ապահով անցնեն, այլ որպեսզի ծառայեն ոմանց բիզնես շահերին։ Որպես ապացույց Ահավասիկ Արտաշիսյան փողոցի վերգետնյան, որից մինչև հիմա դժգոհ են Հարակից շենքերի բնակիչները, քանի որ զրկվել են սեփական տանը հանգիստ ապրելու երջանկությունից։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Արմավիրի Բաղրամյան գյուղում ապրող 10-ամյա Հովհաննեսն արդեն այնքան ընկերներ ու կարեկիցներ ունի, որ թերևս մոռանա հոգսաշատ Արորյայի մոր համար հացի ու դեղի փող հայթայթելու մասին։ Նախորդ թողարկումից հետո շատ գթասիրտ մարդիկ ու ընկերություններ շտապեցին օգնել նրա ավտովթարից հետո ոտքերը կորցրած մորը։ Մարդիկ աջակցել են հոգեպես եւ ֆինանսապես, իրականացվել է նաեւ բջջային հեռախոս ունենալու Հովհաննեսի երազանքը։ Եվ դա զուտ երազանք չէր։ Հիմա կզանգարի ու կտեղեկանամ որ վիճակի մասին, թե չէ որը մի քանի անգամ դաս կամ գործ թողած տուն էր վազում հենց այդ նպատակով։ Հովհաննեսը հաճախ խուսափում էր նայել մոր աչքերին, որովհետև դրանցում տագնապ կար խռովք ու թերահավատություն։ Հիմա մայր ու որդի գթասիրտ մարդկանցով շրջապատված գոտեպնդվել են, հավատում են հրաշքի, իսկ հրաշքը մոր քայլել կարողանալն է։ Այժմ Հերմինե Բաղդասարյանի «Երբ ապրում են ուրիշի ցավով» տեսանյութը։ Նախորդ թողարկմանը պատմեցինք Արմավիրի Բաղրամյան գյուղում ապրող 10-ամյա Հովհաննեսի մասին, որը մի կողմ դրած ուսումն ու խաղը հիվանդ մորն է խնամում։ Մայրը 32-ամյա Գոհարը ավտովթարից հրաշքով է փրկվել, բայց երբ հիվանդանոցում ուշքի է եկել, հասկացել է, որ 2 ոտքն էլ կորցրել է։ Կյանքն այդ օրվանից վերածվել է տառապանքի։ Այս ընտանիքի պատմությունը շատերի գութն էր շարժել, նրանցից ոմանց հետ ուղևորվեցինք Բաղրամյան։ Գոհարենց բակը մարդաշատ էր, նա, որ օրեր առաջ նեղսրտում էր մենությունից, այսօր տանդրները բացել է այցելուների առջև։ Մարդիկ եկել են ինչ-որ կերպ թեթևացնելու ընտանիքի հոգսը։ Ես ունեմ շատ բարեկամներ, հարազատներ, բայց այս անծանոթ մարդիկ իմ ծնողից առավել շատ օգնեցին ինձ, կանգնեցին իմ կողքին, որի համար շնորհակալ եմ իրան, որ ինձ ոչ ճանաչում են, ոչ գիտեմ ով են, բայց տեսնելով, հուզմունք ապրելով եկան եւ օգնեցին ինձ։ Օրինակ VLV Electronics կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի տնօրինությունը Սառնարան նվիրեց, ինչի կարիքը նրանք շատ ունեին։ 32 տարեկանում հաշվանդամության սայլակ սա անասելի ցավ է։ Մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք երբեք ձեր կյանքում այլևս դժվարություններ չտեսնեք։ Այս ամենը հաղթահարել է։ Կարևորը գիտեք ինչն է, որ մարդ հոգով հաշվանդամ չլինի։
Արգավանդի Արգավանդ կահույքի սրահը այս ընտանիքին եւս համակարգչային սեղան եւ աթոռ էր ուղարկել։ Գոհարին անհրաժեշտ գլյուկոմետ սարք էր ուղարկել նաեւ Լևոն եւ Լամարա դեղատների ցանցի տնօրինությունը։ Կարանդաշ ընկերության տնօրինությունը Հովանեսին պայուսակ ու գրենական պիտույքներ էր ուղարկել։ Մանկան կոշիկ խանութների ցանցի ղեկավարությունն էլ պայուսակ եւ կոշիկ էր ուղարկել։ Ես որ գնում եի դպրոց, պայուսակով էի գնում, բոլորը ծաղրում էին։ Հիմա շատ ուրախ եմ, որ շորեր ունեմ եւ լավ պայուսակով կգնամ։ Ինչպես նշել էինք, դժբախտ պատահարից հետո Գոհարի համար անհրաժեշտ դեղորայք գնելու պատճառով շատ պարտքեր են կուտակվել։ Երևան City սուպերմարկետների ցանցի տնօրինությունը դրամական աջակցությամբ թեթևացրեց նրանց բեռը։ Դուք ունեք լավ որդի, մենք նայեցինք, ունեք այնպիսի որդի, որ ունի շատ ապահովված ընտանիքներից եւ ոչ մեկ, այնպես որ ես վստահ եմ, որ ձեր որդին ձեզ ապագայում մեծ ավելի լավ օրեր ու պահեր կպարգևի։ Նորից դրամական օգնություն էին ուղարկել Ղևոնդն ու Ստեփանը։ Նշել էինք, որ թեև խանութները հրաժարվել էին այս ընտանիքին պարտքով սննդամթերք տալուց, բայց Բայազետ ընկերությունը բերել էր իրենց համեղ տեսականուց եւ գումար, որպիսի Հովանեսն իր ընտրությամբ հագուստ գնի։ Մենք ցանկանում ենք հաջորդ անգամ ձեր ընտանիքը տեսնել առողջ։ Հովանեսի արդյունքներից ազդված Բարի Սամարացի ընկերության տնօրինությունը շտապել էր առաջին հերթին իրականացնելու հեռախոս ունենալու տղայի ցանկությունը, որպիսի ստիպված չլինի թողել դասերն ու շտապել տուն, տեսնելու թե մայրն ինչպես է։ Վերել էին նաև ընկերության բարձրորակ արտադրանքից անկողնային եւ խոհանոցային պարագաներ։ Հովանես ջան, քո բարիությունն ու հոգատարությունը շարժեց մեր բոլորի սրտերը, բայց իմացի, որ այս կյանքը անցողիկ է ու որ կգա, որ այս դժվարություններն ու նեղությունները քո մոտ երազի պես կերևա ու քո բոլոր երազանքները իրականություն կդառնան ու նայ որ Աստված քո առաջին երազանքը կատարեց։ Ես քո երազանքից զարթնել եմ։ 3D ընկերությունը եւս արձագանքեց։ Իրենց արտադրանքից բացի բերել էին պայուսակ եւ գումար ընտանիքի պարտքերը թեթևացնելու համար։ Գոհար ջան, մենք մեր օգնություններով փորձում ենք թեթևացնել ձեր հոգսերը, միշտ լինել ձեր կողքի, պետք չի երբեք հուսահատվել։ Դիլի ընկերության աշխատակիցներին էլ հուզել էր ընտանիքի ծանր կացությունը եւ այն ինչ որ չափով թեթևացնելու համար իրենց էկո կատնամթերքից բացի գումարով օգնեցին։ Հավատով համոզմունքով լցվեք, որ նոր կյանք եք սկսում ու որ այսօր է հիանալի օրը այդ նոր կյանքի առաջի օրն է։ Չկան այս ֆիզիկական, առողջական հանգամանք, որ կարող է սահմանափակի ձեր երջանիկ կյանքը։ Մանչո գրուպն էլ դատարկաձեռն չէր եկել։ Բերել էին մեծաքանակ քաղցրավենիք, ինչը ուրախացրեց հատկապես փոքրիկներին։ Նկատեցինք, որ Հովանեսն արդեն շրջապատված էր բակի երեխաներով, այնինչ նախկինում մենակ էր խաղում։ Ոնց իմացան եկան։ Որ սուրանքյուն տեսան, դրամար եկան, ասացի, որ սուրանքյուն չէի տեսել, ընկերություն չէի կանում հետս, ասացին, անում ենք, բայց ես ասում էի չէի կան ճիշտ է։ Որպիսի Հովանեսը դպրոցական պարագաների պակաս չունենա, Մաուգլի մանկական օրթոպեդիկ կոշիկների խանութի տնօրինությունը պայուսակ, կոշիկներ եւ գրենական պիտույքներ նվիրեց։ Հովո ջան, լավ լինես, լավ սովորես, լավ բալիկ դառնաս, որ մաման միշտ քեզանով կպարտանա։ Հովանեսը նոր կոստյումով է դպրոց գնացել։ Հերմինե Սարգսյանի նվերն է, ինչպես նաեւ բերել էր պայուսակ եւ հագուստ Գոհարի համար։ Դուք մենակ չեք, Աստծո կամոք կամ բարեգութ մարդիկ, որ ձեր կողքին են։ Դուք հոգով եք ուժեղ եք ձեր բալիկով։ Աղորիկ ընկերությունն այս անգամ էլ իր արտադրանքով կարիքավոր ընտանիքի կողքին էր։ Բերել էին մեծաքանակ մակարոնեղեն եւ ըմպելիք։ Հույս ունեմ, սրանից հետո ձեր տան մեջ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, ձեզ առողջություն, ձեր տղայի հետ միասին, որտեղ հոյակապ տղա է։ Sweet Dream ընկերության տնօրինությունն էլ իրենց քաղցր արտադրատեսակից բացի գումարով օգնեց։ Աստված տա ձեր երազանքները կատարվեն։ Ձեր որդու հետ դուրս գաք, զբոսնեք, դուք իրոք հուսով եղեք, քայլելու եք։ Մեր մշտական գործընկեր Զուզու ընկերության քաղցր ձողիկները ուրախացրեց երեխաներին։ Արտադրատեսակից բացի աջակցեցին նաև գումարով։ Հավատացեք, որ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կկանգնեք եւ այնինչ երազանքեր թվում, բոլորը արդեն նորից կվերապրեք ու իրականություն կլինի։ Սրտացավ մարդիկ եկել էին ավելի շատ գոտեպնդելու եւ հոգեպես աջակցելու մի տղայի, որը ժամանակից շուտ փխրուն ուսերին է առել ահռելի հոգսը։ Հոգս, որ նրա սրտում խոր վերք է բացել։ Ինքն է եւ իր դժվարին ճանապարհը, բայց այսօր այն հաղթահարելի էր թվում։ Նրա անմեղ աչքերում հույս ու հավատ արթնացան։ Մայրը
հայելելու է։ Հերմնե Բաղդասարյան, Զոհրաբ Քարամյան, Էմի Մանուկյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Կարող եք ձեռք բերել, որը կկամենաք։ Ամենաանսպասելի վարկածներ են շրջանառվում։ Նմանատիպ բան չկա։ Ինչու հետ ողորմի արվեց։ Ոնց քեզ հարմար։ Արվում է զուտ ընտրություններին ընդառաջ։ Ոչ, դրա հետ պայմանավորված չի։ Մենք հիմա եզակի ազգուպետություն ենք, նաև անձնագրերով։ Այստեղ մենք 0-ից պիտի հիմնենք։ Շատերը խոճապահար շտապում են անձնագրային բաժանում, Անհանգստանալու տեղիք չկա։ իրենց ուղղակի խաբված են զգում։ Ստիպեցին, որ ավելի փող ծախսեն։ Հին նմուշի անձնագիրն անվերջ կիրառվել չի կարող։ Մարդկանց մեջ անհավասարությունն է ստեղծվել։ Մեր եզակիությունը դեռ կպահպանվի։ Պատիժը շատ լուրջ է լինում։ Կարող են պատժվել մինչև 15 տարի ժամկետը։ Դրամիջոց մատակարարելու համար։ 1 տարուց ավելի կալանավորված է։ Ոչ մի բան չեն գտել։ Ցուցմունքներում հակասություններ կան։ Իրեն խաբել են։ Նա պարզապես քաբության նոխազ է։ Որի પર մեղքը վիզ վերցնի, Եղբայրն անհանգստանում է նրա կյանքի համար։ եղբորը դատապարտել են մահվան։ Փոխադրվել է Իրան, այնտեղ պատիժ է կրելու։ Այդ մի հատ կասկածյալի ցուցմունքն է։ Բավարար է եղել մեկ անձի ցուցմունքը։ Այդ եզրակացությունը քննիչի դարակում գրված է։ Անհասկանալի է իրավապահների դիրքորոշումը։ Ես քեզ չեմ խնդրում, որ դու ինձ հետ ծխես։ Օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով հին նմուշի անձնագիր ստանալու ժամկետը երկարացվել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը։ Այս հանգամանքը թյուրըմբռնումների առիթ դարձավ եւ հասարակության շրջանում աղմուկ բարձրացրեց։ Ու պարզվում է ոչ զուր։ Նոր փոփոխություններով կենսաչափական անձնագիր ստանալու պարտադիր պայմանը վերացվել է։ Այսինքն դրա համար վճարված 25,000 դրամը, ինչպես նշում են մեծ ահազանգողները, փաստորեն զուր է եղել։ Նրանք ուզում էին իմանալ, արդյոք վերադարձվելու են կենսաչափականի համար վճարված գումարները։ Եթե կրկին շրջանառության մեջ պետք է դնեն հին նմուշինը ու դրա համար պահանջեն ընդամենը 1000 դրամ, ինչու են կենսաչափականը հորինում եւ 25,000 դրամ պոկում, զայրացած նշում էին ահազանգողները։ Գումարների վերադարձի հնարավորության մասին տեսանյութում, իսկ այժմ, թե ինչու չեղյալ հայտարարվեց կենսաչափական անձնագիր ունենալու պարտադիր պայմանը։ Բանն այն է, որ կենսաչափականի հետ կապված որոշակի խնդիրներ էին ծագել։ Մասնավորապես կրոնական համոզմունքներով պայմանավորված մարդկանց որոշ խմբեր մերժել են կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը, հրաժարվելով դրանց վրա թողնել մատնահետքերը։ Նրանց իրավունքները հաշվի առնելով օմբուդսմենը դիմել է սահմանադրական դատարան, որտեղ էլ որոշվել է հակասահմանադրական չճանաչել կենսաչափական անձնագրերի օգտագործումը, բայց այդ անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով պետական մարմիններին պարտավորեցնել անձը հաստատող այլ փաստաթղթերի ձևանմուշ սահմանել։ Եվ կառավարությունը օրինագիծ ներկայացրեց ազգային ժողով հին նմուշի անձնագրերը առաջիկա տարիներին վավեր համարելու առաջարկով։ Իդեպ, կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերն այսօր էլ շարունակում են տրամադրել քաղաքացիներին ըստ ցանկության։ Այս խճճված պատմության մանրամասները Նելի Հարությունյանի անում են հետո մտածում հետաքննությունում։ Անձնագրային եւ վիզաների վարչության բաժանմունքներում իրարանցում է։ Մարդիկ հետաքրքրվում են, թե որ անձնագրից կարող են ստանալ եւ ինչ փաստաթղթերով։ Հին նմուշի անձնագիրը ամենապահանջվածն է։ Քաղաքացիների մեծ մասը անկախ նրանից ունեն անձնագիր փոխելու անհրաժեշտություն, թե ոչ, շտապում են օր առաջ նորը, որը դեռևս չմոռացված հինն է, ստանալ։ Հերթում ամենաանսպասելի վարկածներ են շրջանառվում, թե ինչու հետ ողորմի արվեց։ Միկին համոզում էր բոլորին, որ այս ամենը արվում է զուտ ընտրություններին ընդառաջ։ Դա ինչու ժամանակ։ Եթե հասցի Կարա դու դրանց էլ հանես, ներկորացի կենսաչափական էլ հանես, ոնց քեզ հարմար։ Անձնագիր ունենալը հիմա մեր երկրում ճաշակի եւ հնարավորությունների հարց է։ Կարող եք ձեռք բերել, որը կկամենաք, որը ձեր սրտով է, ձեր ճաշակով եւ համապատասխանում է ձեր հնարավորություններին։ Սակայն ոլորտի իրավասուները հուշում են, որ կենսաչափական անձնագիրը հիմա արդեն բրենդ է դարձել եւ յուրաքանչյուր իրեն հարգող բրենդամոլ պետք է որ նախապատվությունը տա հենց կենսաչափական անձնագրին։ Ավելին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմա հնարավորություն ունեն միաժամանակ ունենալ 3 տիպի անձնագիր։ Օրենքով չկա նաեւ որովիցե արգելք, անձը կարող է ունենալ եւ բիոմետրիկ անձնագիր եւ հին նմուշի անձնագիր։ Այսպիսով, որն էր անձնագրային քաղաքականության այսպիսի շրջադարձի պատճառը։ Նախ ամռանը մի պահ խնդիրներ ծագեցին անձնագրերի մատակարարման հետ, բայց խնդիրը ոչ թե մատակարարն էր, այլ խմբականակի կրճատման շուրջ բանակցությունները։ Այն խոսակցությունները, այն շշուկները, թե լեհական կողմը չի արտարացել, ոչ նմանատիպ բան չկա։ Պայմանագիրը այս պահին դեռ գործում է, ուղղակի բանակցություններ ենք վարում ավելի քիչ խմբականակով ձեռք բերելու համար։ Օրեր անց հայտնի դարձավ, որ
որ հին անձնագրերը նորից հասանելի են։ Անձնագրային վարչությունը վստահեցում են, որ երկու իրողությունները միմյանցով պայմանավորված չեն։ Առաջացավ մեկ այլ խնդիր, որը քաղաքացիները միշտ պայմանավորում են բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայության, ոչ, դրա հետ պայմանավորված չի։ Հին նմուշի անձնագրի վերաիմաստավորումը ուղղակիորեն պայմանավորված էր Սահմանադրական դատարանի որոշմամբ, դրանից բխող օրենսդրական փոփոխությամբ, որն ուժի մեջ մտավ օգոստոսի 6-ին։ Սահմանադրական դատարանը քննել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմումը։ ՄԻՊ-ը անձնագրերի խնդրով սկսել էր զբաղվել 2014-ից, երբ մի խումբ քաղաքացիներից բողոք էր ստացել, որ կրոնական համոզմունքներից ելնելով չեն ցանկանում ստանալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր։ Քաղաքացիները, ովքեր որ մեզ դիմել էին, հիմնական խնդիր ունեին կենսաթոշակ եւ նպաստ ստանալու հետ կապված, որովհետեւ դրա համար պետք է անձնագիր։ Ու փաստորեն իրենց անձնագրերի ժամկետներն ավարտվել էին եւ իրենք չէին կարողանում նոր անձնագիր ստանալ, որովհետեւ հրաժարվում էին նույնականացման քարտից, ինչի արդյունքում նաեւ չէին ստանում կենսաթոշակ, նպաստներ եւ այլն։ Խնդրի ուսումնասիրության ավարտին որոշվել էր դիմել Սահմանադրական դատարան, քանի որ առկա էր սահմանադրականության հարց։ 2015-ի դեկտեմբերին արդեն դատարանի որոշումը կայացված էր։ Դատարանը հակասահմանադրական չճանաչեց մի վիճարկած նորմը, բայց տվեց իրավական դիրքորոշում, որով ասում էր, որ պետությունը չի կարող ունենալ փաստաթուղթ, որը կրոնական համոզմունքներից ելնելով անձինք չեն կարողանում ստանալ եւ փաստորեն երկընտրանքի առջև են կանգնում եւ առաջարկեց հարցը կարգավորել, իսկ մինչ հարցի կարգավորումը միջանկյալ լուծում տալ հարցին։ Պետական տարբեր գերատեսչություններում խորհրդակցությունների արդյունքում միջանկյալ լուծումը գտնվեց։ Դա հին անձնագրերի երկրորդ կյանքն էր։ Այս ընթացքում պետք է արդեն մշակվի այն մեխանիզմը, որով հարցը պիտի կարգավորվի, որովհետեւ այս բարգայում կստացվի, որ մենք ունենք երկու տիպի փաստաթուղթ, մեկը կենսաչափականը, մյուսը հին տիպի անձնագիրը։ Եթե հաշվի առնենք նաև նույնականացման քարտը, ապա 3 տեսակի անձնագիր։ Այնպես որ ՄԻՊ-ի ուսումնասիրություններով մենք հիմա եզակի ազգուպետություն ենք, նաև անձնագրերով։ Եթե նաև հաջողվի հետագայում ստեղծել բոլորի համար ընդունելի մի տեսակի անձնագիր, ապա ելի կլինենք առաջինն ու եզակի։ Մեր միջազգային փորձի ուսումնասիրությունը նման բան չի հայտնվել։ Հենց այդ է պատճառը, որ դժվարանում է որոշումը, որ լինում է միջազգային պրակտիկա, միշտ կարողանում ես գոնե ինչ-որ տեղ ես ունենում դրա վրա աշխատելու համար, բայց փաստորեն մենք 0-ից պիտի հիմնենք, եթե ինչ-որ մեխանիզմ ենք հիմնում։ Իդեպ շատերը խոճապահար շտապում են անձնագրային բաժանմունք մտավախությամբ, որ հին նմուշի անձնագիր ստանալու ժամկետն ու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Անհարկի անհանգստանալու տեղիք չկա։ Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կարող են դիմել ստանալու հին նմուշի անձնագիր, եթե մինչ այդ այլ իրավակարգավորումներ չգտանք, այլ լուծումներ չգտանք, իմ կարծիքն է, դա սուբյեկտիվ կարծիքն է, նորից ժամկետը երկրացվի։ Հիմա էլ սկսել են անհանգստանալ այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել կենսաչափական անձնագիր, իսկ դրանից օրեր անց սկսել են տրամադրել նաև հները։ Շատերն իրենց ուղղակի խաբված են զգում։ Ինձ ուրեմն Շենգեն վիզա էր պետք։ Որոշեցի նախորդ մինչև դեսպանատուն մտնելով մտնամ պասպորտ սեղան, նկատել եմ, որ սպառվում է իմ ելքի կնիքը, դիմեցի որպեսի վավերացնեն, ինձ առաջարկեցին, որ վավերացնելու տեղը ավելի լավ է նոր պասպորտ անեմ, քանի որ պասպորտի վավերականության ժամկետը մոտավորապես մի 10 ամիս էր մնացել։ Ինձ առաջարկեցին, որ հանեմ նոր կենսաչափական պասպորտ ID քարտի հետ միասին, ու դրանց համար ես վճարեցի համարյա 30,000 դրամ։ Արդյունքում դուրս է գալի, որ հին պասպորտի ժամկետը դեռ չի սպառվել, ու ես կարայի հին պասպորտից 1100 դրամով հանեի։ Հիմա այն ժամանակ ոնց որ իզուր տեղը ստիպեցին, որ ավել փող ծախսեմ։ Օրինակ իմ մոտ բարձրացել էր քաղաքացի եւ մեղադրում էր մեզ այն բանի համար, եթե ես հունիս ամսին եկել էի, ինչի համար չեք տեղեկացնում, որ օգոստոս ամսին ախր տեղեկացնելուն իրավական ակտը նախագծային փուլում գտնում է ազգային ժողովում։ Մենք չենք կարող ենթադրենք, թե ազգային ժողովի կողմից երբ կընդունվի, երբ ուժի մեջ կմտնի։ Ամենաաբսուրդ պահներն անում կայանում, որ մարդկանց մեջ անհավասարություն ստեղծվել, ստացվում է նրանց, որ իրենց չեն զգուշացրել ու իրենք ստիպված են եղել ինպես մոտ 30,000 վճարեն, որպեսզի ստանան այս անձնագրերը։ Ավելորդ բան ասելն էլ քաղաքացին շատ դեպքերում քաղաքացին ընդունում են որպես մերժում։ Դրա համար ես հանձնարարել եմ ձեզ մնալ նմանատիպ ավելորդ իրազեկումներից։ Արդյունքում ստացա 3 հատ անձնագիր, էսի կենսաչափական Զագրան անձնագիրն է, էս իմ հին անձնագիրն է, որ կարայի 1100 դրամով նորից հանեի սրա փոխարեն, ու մեկ էլ ID քարտ։ Իրավական առումով որևէ պարտադրանք չկա նախապես իրազեկել, որ ուզում եք մի ստացեք հին տիպի անձնագրեր, հիմա մի ամիս հետո հնարավոր է անցնի այս նախագիծ ազգային ժողովում եւ ձեզ տան հին տիպի անձնագրերը արդեն։ Դա սիստեմա է, քանի կարան ստիպեն փող ծախսելու, ստիպում են որ փող ծախսեն անիմաստ։ Կենսաչափական անձնագրերի համար օգոստոսի 6-ից հետո դիմել է մոտ 750 քաղաքացի։ Քանի համար
համար քանիսն են դիմել, անձնագրային վարչությունում դեռ հստակ տվյալներ չունեն։ Բայց չեն ժխտում, որ ինչպես երկու տեսակի անձնագրերի արժեքի, այնպես էլ դրանց համար դիմողների թվի տարբերությունը շատ մեծ է եւ մեծ էլ կլինի։ Բայց իգիտություն քաղաքացիների հին նմուշի անձնագրերով շատ էլ չարժե տարվել, քանի որ դրա հնարավորությունները իհարկե մի փոքր սահմանափակ են։ Տեսակետ կա, որ հին նմուշի անձնագիրն անվերջ կիրառվել չի կարող։ Մենակ Կանադան չի ընդունում էս մեր հին 821 անձնագրերը։ Մենակ Կանադան։ Մենակ բոլոր երկրները ընդունում են, Ամերիկան գրկաբաց։ Մի շարք երկրներ սկսում են ժամանակի ընթացքում չկիրառել եւ չընդունել հին տիպի անձնագրերը։ Եվ ես գիտեմ տեղեկություններ ունեմ, որ Եվրոմիության տարածքում են սկսելու բարբերաբար արդեն ժամանակի ընթացքում կիրառվել միայն բիոմետրիկը։ Անձնագրային եւ վիզաների վարչությունը մտադիր է կատարելագործել կենսաչափական անձնագրերը, համապատասխանեցնելով որակական նոր չափանիշներին ու ժամանակի պահանջներին։ Նախատեսում ենք նոր բիոմետրիկ անձնագրի էջը, լուսանկարով էջը, որպեսզի լինի պոլուկարբոնատ են ասում, սա օդանավակայաններում, սահմանային անցման կետերում օգտագործելուց մեխանիկական միջամտությունից չի վնասվում, երկարադիմացկուն է, մեծամասամբ պետությունները անցում են կատարել այս փաստաթղթերին։ Կենսաչափական նոր անձնագրերը նախատեսվում է տրամադրել 2017-ի հունվարից։ Մինչ այդ կանցկացվի միջազգային նոր մրցույթ եւ կգտնվի նոր գործընկեր։ Բայց սա ըստ էության հաճելի նորություն կլինի կենսաչափական անձնագրերով հրապուրվածների համար։ Անձնագրային խնդիրը սրանով ամենայն հավանականությամբ չի լուծվելու եւ երկրում շարունակելու է շրջանառվել 3 типի անձնագիր։ Մի խոսքով մեր եզակիությունը դեռ կպահպանվի։ Паспорт дороже свободной личности. Будь проклят тот, кто изобрел паспорта. Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Սովորաբար այս սեզոնին են ակտիվանում թմրանյութերի վաճառքով զբաղվողներն ու օգտագործողները, քանի որ հասունացած մահաբերբերքը արագ մտնում է շուկա։ Ինչպես վկայում են ոստիկանության կանեպ-կակաչ միջոցառման ամենամյա արդյունքները, այս գործով զբաղվողների պակաս չկա։ Սակայն այսօրվա անդրադարձը ոչ այնքան սեզոնով է պայմանավորված, որքան իրավաբանների բարձրացրած մի շարք խնդիրներով, երբ շատ թմրամոլներ երկար ժամանակով հայտնվում են անազատության մեջ, այն դեպքում, երբ թմրամոլությունը քրեորեն պատժելի արարք չէ։ Ուրեմն, ինչու են ծանրաբեռնում գաղութները։ Այո, թմրամոլությունը պատժելի չէ, բայց թմրանյութ իրացնելը նախատեսում է ընդհանուր մինչև 15 տարի ազատազրկում։ Շատերդ կասեք, թե լավ են անում, որ բռնում են, քանի որ դրանք հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում չարիք են տարածում։ Համաձայն եմ, սակայն լսելով կողմերին տպավորություն է, որ խոշորներին թողած ընկել են մանր-մունար ձկների հետևից, ընդ որում հաճախ հիմնվելով շահագրգիռ անձանց ցուցմունքի վրա։ Բերեմ երկու օրինակ։ Կալանավորված մի անձ մեղադրվում է խոշոր չափի թմրանյութի վաճառքի դրդելու հոդվածով։ Մեղադրանքը կազմվել է հիմնվելով մի պարսկուհու ցուցմունքի վրա։ Վերջինը պատիժ է կրում Իրանում։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ, երբ անձը մեկի ցուցմունքով ծանր հոդվածով կարող է դատապարտվել, սակայն նույնիսկ հնարավորություն չունի առերեսվելու իր դեմ ցուցմունք տվածի հետ։ Մեկ այլ դեպք։ Անձը, որը տառապում է ծանր հիվանդություններով, չի երգում թմրանյութ օգտագործելու փաստը, սակայն մեղադրվում է ոչ միայն թմրանյութ պահելու, այլև իրացնելու համար։ Այս դեպքում եւս նրա դեմ ցուցմունք է տվել մեկ այլ ամբաստանյալ, որը ըստ մեղադրվողի եղբոր այդ քայլին դիմել է կաշին փրկելու համար։ Ըստ իրավաբանների, թմրանյութ գնելու, պահելու, իրացնելու եւ օգտագործելու համար տարբեր պատժաչափեր են սահմանված, սակայն դրանց միջև սահմանը բավականին նուրբ է, ու ամեն թմրամոլի ցանկության դեպքում կարելի է ներգրավել որպես մեղադրյալ նշածս յուրաքանչյուր հոդվածով։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Պատժվում է անպատժելին» հետաքննությունը։ Ասենք իրավապահները ձեզ մոտ հայտնաբերել են կանեփի մի քանի գրամ զանգված։ Եթե դուք կարողանում եք ապացուցել, որ սա ձեր օգտագործման համար է, պատիժն այդքան խիստ չի լինում։ Սակայն եթե իրավապահներն ապացուցեցին, որ դուք սա իրացնելու համար եք ձեռք բերել, պատիժը շատ լուրջ է լինելու։ Քրեական օրենսգրքում երկու հոդված է առնչվում թմրանյութերի շրջանառությանը։ 268 հոդվածը 2 ամսից 1 տարի պատիժ է սահմանում ոչ խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պատրաստելու կամ պահելու համար, եթե չկա իրացնելու նպատակ։ Մենք ունենք օրինակ թմրանյութ օգտագործելու համար նաև վարչական պատասխանատվություն, այսինքն առաջին անգամ թմրանյութ օգտագործած անձին կենթարկեն վարչական պատասխանատվության, հետո մի տարվա մեջ կրկին անգամ օգտագործելու դեպքում վրա կհասնի քրեական պատասխանատվություն։ Նույն գործողությունները, որոնք կատարվել
կատարվել են իրացնելու նպատակով, օրենսգրքի 266 հոդվածով կարող են պատժվել մինչև 15 տարի ժամկետով։ Դե ամեն արարք ըստ արժանվույն պետք է պատժվի։ Ինչ խնդիր կմտածեք։ Խնդիրն այն է, որ իրականում բավականին հեշտ է սովորական թմրամոլին թմրանյութ օգտագործելուց զատ մեղադրել այն իրացնելու համար։ Ինքը հենց առաջի օրը ինքնական գնացել ներկայացել է։ Իշխան Հարությունյանը խոսում է եղբոր Տիգրանի մասին։ Անձնական պատճառներով չի ցանկանում երևալ տեսախցիկի առջև։ Եղբայրը մեղադրվում է թմրանյութ իրացնելու համար եւ 1 տարուց ավելի կալանավորված է։ Իրան մեղադրում են նույն անձին 3 անգամ մարիխուանա տեսակի թմրամիջոց մատակարարելու համար։ Այն, որ Տիգրանը թմրանյութ օգտագործել է, չի երգում։ Առողջական ծանր խնդիրներն է փորձել դրանով զսպել, բայց թմրանյութ երբեք չի իրացրել, հավաստում է եղբայրը։ Ես միշտ օգտագործել եմ, ես բարբերաբար օգտագործում եմ, իմ առողջական վիճակը, իմ ցավերը այնպեսին են, որ ես առանց թմրամիջոցների չեմ կարող գոյություն ունենալ։ Տիգրան Հարությունյանն ասում։ Բոլոր ինչ ունեցե, որտեղ բնակվե, գարաժներ, ավտոներ, էսեն, բոլորը մանրակտկից ստուգել են։ Ոչ մի բան չեն գտել։ Ըստ փաստաբանի Տիգրան Հարությունյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր փաստարկը ոման Էդգար Զարգարյանի ցուցմունքն է եղել, որը եւս Ամբաստանյալի աթոռին է։ Սակայն այդ ցուցմունքներում հակասություններ կան, որոնք մասնավորապես վերաբերում են թմրանյութի հնարավոր վաճառքի օրվան եւ ժամին։ Տիգրան Հարությունյանը եղել է հիվանդանոցում ստացիոնար բուժման մեջ ու այդ նույն ժամանակ ինքը Երևան քաղաքում, գոնե նույն քաղաքում էլ չի, Երևան քաղաքում գիշեր 12-ին Ռուբինյաց փողոցում նույն Էդգար Զարգարյանին վաճառում է մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Մի հոգու ասածով, փաստորեն իմ եղբորը դատապարտել են մահվան։ Հենց իմ էկպիկրիզը իմ մոտ է, որ ինքը լյարդի ցերոզ, լյարդի ռակ ունի։ Իրեն խաբել են, ասել են, որ տվյալ դեպքում մենք գտել ենք իսկական թմրամիջոց վաճառողին, խնդիր չունես, նա ձերբակալված է, եթե ցուցմունքայից կարգի տաս, խնդիր չկա։ Ցուցմունք տալուց հետո հայտնել են, որ տվյալ անձը վթարի հետևանքով մահացել է։ Տիգրան Հարությունյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով։ Եղբայրն անհանգստանում է նրա կյանքի համար։ Համոզված է, որ մեղադրանքը եղբոր նկատմամբ արհեստական է եւ նա պարզապես քաբության նոխազ է դարձել։ Դատախազ Դոլինյանը ինձ նիստից հետո դուրս եկավ, ասում է, դե համաձայնվեք արագացվածին, որ իբր մեղքը վիզ վերցնի, այնտեղ ինչ որ մութ բաներ կար, դրանք փակվեին գնային։ Մեկ անձի ցուցմունքով թմրանյութի գործով անձին մեղադրելու եւս մեկ դեպք։ Թամարա Բաղդասարյանն այս պահին պաշտպանում է մի քաղաքացու շահերը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրանյութի իրացմանը դրդելու համար։ Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվում նրա համար, որ ինքը մեկ այլ անձի ասել է, որ քո թմրանյութը տուր երրորդ անձին։ 2013-ին գործ է հարուցվել Հայաստան մետամֆետամին ներկրած մի պասկուհու նկատմամբ։ Նա ընդունել է մեղք եւ դատապարտվել ազատազրկման։ Այդ աղջիկը որոշում է, որ նաեւ պետքա պատմի 3 դեպք նմանատիպ, որ ինքը ներկրել է եւ իրացրել է։ Նախկինում արված, այո։ Ու այդ 3-ից մեկով իր ցուցմունքներում հայտնում է, որ այսպիսի դեպքում ինձ այս մի մարդն ասեց. Բեր, այսինչին տուր։ Հիմա Տիկին Բաղդասարյանը կամ նրա պաշտպանյալը նույնիսկ հնարավորություն չունեն հացեր ուղղել մեղադրական ցուցմունք տված աղջկան։ Վերջինը փոխադրվել է Իրան, այնտեղ պատիժը կրելու։ Ամբողջ մեղադրանքի հիմքում այդ մի հատ կասկածյալի ցուցմունքն է, որը հիմա Իրանում նստած է։ Եթե որակվում է որպես այդպիսին առանձնապես խոշոր չափի թմրանյութ իրացնելու դրդչություն, այսինքն պետքա թմրանյութը գոնե արկա լինի քրեական գործում, որ դրա չափը որոշվի։ Թմրանյութերի հետ կապված իրավապահների մանիպուլյացիաներին Թամարա Բաղդասարյանը նախկինում է ականատես եղել։ Նրա պաշտպանյալներից մեկին գողության մեղադրանքով բերման են ենթարկել ոստիկանություն եւ խուզարկել։ Նրանք գտնում են ինչ որ զանգված, որը արձանագրում են, որ հայտնաբերեցինք թմրանյութի նմանվող ինչ որ դեղնականաչավուն զանգված։ Ես տեսնում եմ, որ այդ նույն օրով ունենք փորձագետի եզրակացություն, որ նրա մոտ արգրաված է զանգվածը թմրանյութը եւ X քաշի։ Փորձաքննությունը սկսված է այդ օրը, ավարտված է այդ օրը։ Հասկանում եք, դա մենք փորձաքննությունների սպասում ենք ամիսներով։ Այնպիսի տպավորություններ այդ եզրակացությունը քննիչի դարակում դրված էր, ուղղակի պատրաստ սպասում էր։ Իսկ ինչ ասել է իրացնել։ Թմրանյութ իրացնելն ու վաճառելը դրանք տարբեր բաներ են։ Իրացնելը ենթադրում է նաև հյուրասիրել։ Հենց նման հանցանքի համար են մեղադրում Արարատի գյուղերից մեկի բնակչին։ Նա իր տանը ընդամենը ծխել է, արհեստավորը ցանկացել է օգտագործել դրանից,
տանից, իր ծխածից, առանց նրա կողմից հյուրասիրելու, վերցրել եւ օգտագործել է։ Բնականաբար նույն մարզում ապրող մարդիկ, իր տանը աշխատող մարդ չի մերժել։ Այս դեպքում եւս անձը չի հերքել, որ թմրամիջոց օգտագործող է, բայց ոչ իրացնող։ Նա սուր գլխացավեր է ունենում եւ այդ պատճառով նա օգտագործում է։ Ինչպես եւ նախկին գործերով մարդուն ճաղերի հետևն ուղարկելու համար բավարար է եղել մեկ անձի ցուցմունքը։ Պատշարին բռնել են, ցուցմունք են վերցրել, որ իմ պաշտպանյալը նրան իրացրել է թմրամիջոց, սակայն իրականում իմ պաշտպանյալը նրան չի հյուրասիրել։ Ինչ է նշանակում հյուրասիրել, երբ որ միասին ես քեզ չեմ խնդրում, որ դու ինձ հետ ծխես։ Երբ որ ես քեզ չեմ առաջարկում, ես քեզանից գումար չեմ պահանջում։ Օրենքը հստակեցման կարիք ունի, համոզված են իրավաբանները։ Հակառակ դեպքում թմրանյութ իրացնելու, այսինքն հյուրասիրելու համար կարելի է երկար տարիներով գաղութ ուղարկել թմրամիջոց օգտագործող ցանկացած անձի։ 3 հատ տղա նստում են, ծխում են, առաջի վառողը 266 հոդված, մնացածները 268 հոդված։ Կամ ինչ է նշանակում թմրանյութի ապօրինի ձեռքբերում, եթե անձը որևէ անօրինական քայլ չի կատարում այն ստանալու համար, հարցնում են փաստաբանները։ Այդ բույսը կոնկրետ մարդկային միջամտություն չի պահանջում, որ աճի։ Մեծ մասամբ դրանք լինում են գերեզմանոց տանող ճանապարհին, երբ որ առվակ է այդ կողմով անցնում, ու բավականին լուրջ բույսեր, թփեր։ Ինչ է կարծում, եթե հակում ունեցող մարդ այդ բույսը տեսնի, չի օգտագործելու։ Թմրամիջոց օգտագործող ճարը մեկան խաղում է մի տեղից, ասենք 5 գրամ եւ ուրախանալով, ոնց ասեմ, մարդկային հատկանիշներով ելնելով, ուզում են մյուս թմրամիջոց օգտագործողին մի քիչ էլ նրան տա, որ օգտագործի, արդեն ինքը դառնում է մինչեւ 7 տարի դատապարտման ենթակա օբյեկտ։ Հիմա շատ է խոսվում գաղութների գերբնակեցվածության մասին։ Կան նույնիսկ կարծիքներ, որ պարբերաբար հայտարարվող համաներումները նաեւ դրանց բեռնաթափման նպատակ ունեն։ Այս համատեքստում անհասկանալի է իրավապահների եւ դատական մարմինների դիրքորոշումը, ինչի պատճառով մեծ հաշվով թմրանյութերի տարածման հետ առնչություն չունեցողները հայտնվում են ճաղերի հետևում։ Պետք է հաշվի առնել նաեւ մի կարևոր փաստ. այդ մարդիկ գաղութում եւս շարունակելու են օգտագործել թմրամիջոցներ, գուցե նույնիսկ ավելի շատ, քան ազատության մեջ, սթրեսը հաղթահարելու համար։ Այնտեղ նրանք մեծապես նպաստում են դրանց տարածմանը, առավել եւս, որ պահանջարկը շատ մեծ է։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Արդեն հաշիվը կորցրել է, թե քանի մեքենա են իրար բախվել։ Այրվել են նաև կոտերի տեր Մուշեղի բեռնատարը։ Ավտոնապա չի եղել։ Հաստապուն ծառին բախվելուց հետո տեղում մահացել է։ Եթե տեսել են Մերսեդեսը, համարանիշներն էլ կֆիքսեն։ Անմիջապես հասկացա, որ կրկին գործ ունենք ողբերգական ելքի հետ։ Նման դեպքերում նույնիսկ հայրմերը չի փրկում։ Էս էինք ուզում։ Լավ, քանի անգամ կարելի է զգուշացնել։ Ինքը որի անից այգել չեն կարող ասել։ Ջուր մտնելուց կար ժամանակ անց նա դուրս բերեց դին։ Երեխեքին տարեն կողմ չվախենա։ Գնում են մեղրի իրենց ազգակից զինծառայողին տեսակցելու։ Վայ, դու զինվորում։ Արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանի մարդ է մեզ դիմել շինարարական աշխատանքների նպատակով, ճանապարհային նշանների եւ արտաքին լուսավորության բացակայության հետևանքով վթարներում հայտնվելու առնչությամբ, ակնկալելով տեղեկատվական աջակցություն։ Մտածում են, թե մեր անդրադարձը կօգնի, որպեսզի ԱՊ-ները վթարների հետևանքները վերացնելու միջոցներ տրամադրեն։ Լուսաբանելու առիթներ եղել են, դրանցից հետո մի մասը ստացել է փոխհատուցում, մի մասը ոչ։ Սակայն այսօրվա անդրադարձը պայմանավորված չէ փոխհատուցման հանգամանքով։ Երանի այդպես լիներ։ Օգոստոսի 30-ին Երևան Մեղրի ճանապարհին տեղի ունեցածը իրոք դաժան է, ու փրկարարները դժվար պատկերացնեին, որ մի քանի ժամ տանջվելու են 41-ամյա Վազգեն Հովհաննիսյանի դին մեքենայից դուրս բերելու համար։ Այս ամենը իհարկե կարող էր տեղի չունենալ, եթե նշված հատվածում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունը ճանապարհային նշաններով զգուշացներ աշխատանքների մասին։ Էլ չեմ խոսում արտաքին լուսավորության բացակայությունից։ Մեքենայում եղել է 4 հոգի, որոնք Մեղրիում պետք է տեսակցեին ազգական զինծառայողի հետ։ Մինչդեռ ով է պատասխան տալու կատարվածի համար։ Շինարարական ընկերությունը։ Ոչ, փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ջրից չոր են դուրս գալիս։ Այդ հատվածում արտաքին լուսավորության ապահովման պատասխանատուն։ Կրկին ոչ, այնքան տեխնիկական պատճառներ կբերեն, որ դատավորը կննջի։ Բա ով։ Ոչինչ չեմ ասի, սպասենք գործի ավարտին։ Ցավալի է նաև օգոստոսի 25-ին ջրվեժում տեղի ունեցածը, երբ շարունակ կոկորդ ենք պատրում, որ հատկապես օրվա մութ ժամերին պետք է կրկնապատկել զգոնությունը, շատերը ականջալուր չեն լինում ու պատահում է այնպես, ինչպես այդ չարաբաստիկ օրը, երբ հետիոտնը ենթարկվեց կրկնակի վրաերթի։
Բնապահպանության նախարարության աշխատակից 38-ամյա Սիմոն Գրիգորյանին սկզբում վրաերթի է ենթարկել Lexus-ը, որի հարվածը այնքան ուժգին է եղել, որ հետիոտնին թռցրել է հանդիպակաց գոտի։ Այստեղ էլ վրաերթի է ենթարկել BMW-ն։ Երբ պատկերացնում ես այդ պահերը, սարսափում ես։ Արդեն որերորդ անգամ հուսանք, որ հաջորդիվ ներկայացվող կադրերը դաս կլինեն վարորդների համար և օրվա մութ ժամերին կցուցաբերեն առավելագույն զգոնություն։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ դեպքերն ու ավտովթարները, Գագիկ Շանչյանի խուլ և անհաղորդ տեսանյութում։ Ժողովուրդ ջան, այս վերջին 1-2 շաբաթում ողբերգական ելքով այնքան պատահար եղավ, որ թերևս չէր եղել վերջին 2 ամսում։ Սա ասում եմ առանց որևէ չափազանցության։ Չեք հավատում, քիչ անց կտեսնենք, բայց նախքան դրանց անցնելը անդրադառնանք մի քանի դեպքի, որոնք բարեբախտաբար նման ելք չեն ունեցել։ Սկսենք օգոստոսի 27-ին, Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի թունելում կատարվածից։ Թերևս չեմ սխալվի, եթե ասեմ, որ սահմանվեց շղթայական ավտովթարի յուրատեսակ ռեկորդ։ Երբ նկարահանում էի վթարը, արդեն հաշիվը կորցրել էի, թե քանի մեքենա են իրար բախվել։ Հետո միայն կադրերի ամփոփման եւ ճանապարհային ոստիկանության տրամադրած տվյալների հիման վրա հասկացա, որ բախվել են 5 մեքենա, սակայն ոչ թե նույն, այլ 2 տարբեր վթարների ընթացքում։ Եվ ուրեմն առաջին վթարը տեղի է ունենում ժամը 13:10-ի սահմաններում։ Հենց այս Nissan March-ը, BMW-ն ու Škoda-ն են աչափ սանդալ սարքում։ Դա էլ բավարար չէր, րոպեներ անց նույն վայրում բախվում են բիտն ու ոստիկանական սամանդը։ Սկզբում մտածեցի, որ երկրորդ վթարը ուղղակի կապ ունի առաջինի հետ, թե գիտեք էլի, բա մի հատ չտենակ էսումա խփել, խիա խփել, խոմ շատ բան չի եղել ու տենց հարցեր, որոնք հաճախ հետաքրքրում են վթարի վայրում անցնող վարորդներին, սակայն տեղի ունեցածի մասով քիչ թե շատ լույս սփռեց այս վարորդը։ Նրա, ինչպես նաև մի քանի ականատեսների պատմածից հասկացվեց, որ 2 վթարի պատճառը թունելում կուտակված ջուրն է եղել, եւ վարորդները ուշ նկատելով այն կտրուկ արգելակել են, հետևից եկողներն էլ անհրաժեշտ հեռավորություն չպայելու պատճառով հարվածել են։ Ու եթե սրան հավելենք նաև, որ վարորդները մեկը մյուսի վրա էր գցում մեղքը, կհասկանաք, որ լրիվ մաքուր հայկական վիճակ էր տիրում։ Լավ ագոնե մարդկանց շատ բան չեղավ։ Մի հոգի տեղափոխվեց հիվանդանոց։ Իդեպ վարորդները ճիշտ կանեն արագ հասկանան, թե ով է պատասխանատու այդ ջրերի գոյացման համար, որպեսզի ապաների մասով կռվան ունենան։ Ես Ավանից, ես Սևանից, ես էլ մեր գյուղ Հացավանից։ Դպրոցական տարիներին այս հայտնի բանաստեղծության տողերը վերհիշելու առիթ ընձեռվեց օգոստոսի 29-ին, երբ շտապում էի Հացավան գյուղ, պարզելու, թե արդյոք ահազանգողի ասածները համապատասխանում են իրականությանը, քանի որ չէի ուզում հավատալ կրակի թողած ավերածության չափին։ Ցավոք, ահազանգողը չէր չափազանցրել, ու հիմա ինքներդ եք տեսնում, թե ինչ խոշոր հրդեհ է բռնկվել գյուղում գտնվող գոմերի մոտ կուտակված մոտ 20,000 հակ խոտի դեզում։ Ջուր չեք տալի իմի վրեմ։ Այո, այրվում է մոտ 450 տոննա խոտ, որը պատկանում էր գյուղի բնակիչ Մուշեղ Սարգսյանին։ Գյուղացիներն ու հրշեջները պարզվում է իմ հասնելուց 1 ժամ առաջ են փորձել հանգցնել, սակայն հրդեհն արագ տարածվել է ու որևիցե բան անել հնարավոր չի եղել։ Միայն թե փրկվեն գոմերը, մտածել են 3 մարտական հաշվարկով ժամանած հրշեջներն ու ջրի մեծ մասը վատնել գոմերի մոտ գտնվող խոտերի վրա։ Էլ ավելի տխրեցի, երբ իմացա, որ հրդեհի հետևանքով այրվել են նաև խոտերի տեր Մուշեղի բեռնատարը։ Ավտոնապա չի եղել։ Գյուղացիները խորը ցավ էին ապրում ոչ միայն այն պատճառով, որ համագյուղացուն դժբախտություն էր պատահել, այլև որ Մուշեղը անվճար կատամթերք էր տրամադրում գյուղի սոցիալապես անապահով մոտ 20 ընտանիքի։ Հորդորում են Կոտայքի մարզպետին եւ գյուղատնտեսության նախարարին ձեռք մեկնել Մուշեղին, մասնավորապես խոսել բանկի հետ, որպեսզի վերցված վարկը գոնե 1 տարի սառեցնեն։ Հասկանում են, որ մասնավոր սեկտոր է եւ կարող են չանել, սակայն 20 ընտանիք անվճար կատամթերքով ապահովող գյուղացուն կարելի է եւ պետք է օգնել։ Իդեպ, ինչպես պարզեցի, հրշեջները օգտագործել են մոտ 35 տոննա ջուր, բայց ինչպես տեսնում եք, կրակը չի հանգել։ Պատրաստվում էին նաև հերթապահության, քանի որ կրակը հնարավոր է 24 ժամ վառվել եւ թեթև քամու դեպքում հնարավոր չէ բացառել դրա տարածումը։ Էսի մի 6-7-8 ժամ կվառվի։ Ժողովուրդ ջան, դեռնյութը չսկսած, ստիպված պետք է անդրադառնանք
Ինչպես սկզբում նշեցի, ողբերգական պատահարներին ու դաժան վիճակագրության սկիզբն առնենք կրկին Կոտայքի մարզում պատահածից։ Ճիշտն ասած, պատճառների մասին ստույգ տեղեկատվություն տալ չեմ կարող, բայց կարծում եմ, որ գործ ունենք կամ ղեկին քնելու, կամ էլ արագության գերազանցման հետ։ Առաջին տարբերակի օգտին խոսում է վթարի ժամը, այն է գիշերը 3:30-ը, երկրորդի օգտին դատարկ ճանապարհները։ Չգիտեմ, գուցե երկու գործոնն էլ նշանակություն են ունեցել, բայց փաստն այն է, որ այս զրովեցի ղեկին նստած 34-ամյա Խաչիկ Ֆարադյանը հաստապուն ծառին բախվելուց հետո տեղում մահացել է, իսկ ուղևորը 28-ամյա Հարություն Թորոսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց։ Կարծում եմ, դիտելով մեքենայի սալոնի կադրերը, դուք էլ մտածեցիք, որ նրա ողջ մնալու հանգամանքը ուղղակի հրաշք է։ Հարգելի վարորդներ, այս կադրերը հուսով եմ շատերիդ համար կծառայեն որպես ուսումնական ձեռնարկ, մասնավորապես, որ նախ պետք է ամեն ինչ անել խուսափելու ուշ գիշեր վարելուց, իսկ եթե հնարավոր չէ, ուրեմն առավելագույն զգոնություն պահպանել եւ չտանջել գազի սեղմակը։ Ճիշտ է, դեռ նախաքննությունը չի տվել կոնկրետ գնահատական, բայց կարծում եմ, որ այս ողբերգության պատճառը նշածս գործոններն են։ Չհեռանանք Կոտայքի մարզից եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 26-ին Երևան-Սևան ճանապարհին գտնվող Արծվի արձանի մոտ։ Ինչպես տեսնում եք, այս դեպքում վթարի մասնակիցների թիվը չի գերազանցում մեկ մեքենան, այսինքն կրկին գործ ունենք ինքնավթարի հետ։ Թեպետ ականատեսները այլ բան էին վկայում։ Ասում են, որ ճանապարհի երթևեկելու գոտուց դուրս եկած եւ գլխի վրա շրջված Opel-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել ինչ-որ Mercedes-ը, որը անմիջապես հեռացել է դեպքի վայրից։ Ինչպես տեսնում եք, շտաբօգնության միանգամից մի քանի բրիգադա աշխատում, քանի որ մեքենայում եղած 6 հոգու վիճակն այնքան ծանր է եղել, որ պետք էր արագ տեղափոխել հիվանդանոցներ։ Ի դեպ, սա նույնպես խնդիր է։ Չի կարելի հետևի մասում 4 հոգի տեղավորել, առավել եւս, եթե նրանցից 3-ը ընտանիքի անդամներ են։ Այս դեպքում 39-ամյա Էվելինա, 13-ամյա Սերժ եւ 16-ամյա Սամվել Սարուխանյանները, վարորդը եղել է 47-ամյա Բենյամին Սիրեկանյանը։ Մեր ունեցած տեղեկություններով մեքենայում եղել է նաեւ նրա կինը եւ Իջևան Երևան մայրուղու վրա գտնվող ընկերություններից մեկի տնօրեն 58-ամյա Սարիգյուլ Ստեփանյանը։ Ցավոք, վերջինը հիվանդանոցում մահացել է։ Հետ, լավ հետ գնա։ Արդյոք Opel-ի համար վթարային իրավիճակ ստեղծող Mercedes-ը եղել թե ոչ, կպարզի նախաքննությունը։ Կարծում եմ դժվար չի։ Եթե տեսել են Mercedes-ը, համարանիշներն էլ կֆիքսեն, ու եթե հանկարծ նման բան եղած լինի, ապա պետք է դրա վարորդին պատժել օրենքի ողջ խստությամբ, չէ՞ որ բացի նրանից, որ օրենք է խախտել, նաև անմարկային վերաբերմունք է եղել։ Ինչ են լսել։ Ու կրկին Կոտայքի մարզ, ու կրկին Երևան-Սևան ճանապարհ, ու կրկին ինքնավթար։ Այս անգամ օգոստոսի 25-ին ժամը 19:30։ Այս անգամ Mercedes-ն է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ գլխի վրա շրջվել։ Երբ ասա դեպքի վայր ու տեսա մեքենայի վիճակը, ավելի շուտ դրա բացակայությունը անմիջապես հասկացա, որ կրկին գործ ունենք ողբերգական ելքի հետ։ Այդպես էլ կար։ Պարզեցի, որ ղեկին եղել է 64-ամյա Ռաշիդ Բարսեղյանը, որն էլ հենց տեղում մահացել է։ Ուղևորի 65-ամյա Պավել Գրիգորյանի բախտը բերել է։ Մեր ունեցած տեղեկություններով նրան մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ոստիկաններն ու փրկարարները, եւ նա հիվանդանոց է տեղափոխվել առանց լուրջ վնասվածքների։ Իրոք, որ բախտի հարց է։ Չէ՞ որ մեքենային նայելով չէր ասի, որ մասնավորապես դիմացի ուղևորը կարող է պրծնել թեթև վնասվածքներով։ Ինքնավթարա, չէ՞։ Նկատեցիք, որ ողջ նյութի ընթացքում լսվում են ոստիկանական ազդանշաններ։ Գիտեք ինչի, ժողովուրդ ջան, որովհետև լիքը պարապ ու հետաքրքրասեր մարդ կա։ Նման դեպքերում մոռանում են, թե ուր եւ ինչի համար են գնում, մտածելով, թե վթարի վայրում փլավ են բաժանում, այդ ձեր ցավը տանում։ Քշեք էլի, թե մի փորձանք էլ դուք եք ուզում ստեղծել։ Դժվար է այդքանը հասկանալ։ Ինչպես երևում է, այո, չասեք, թե Շամշանը կռած, բայց եթե Աստված մի արասե նման մի դեպք լինի, հետո կհիշեք Աստվածի մասին։ Էլի Կոտայքի մարզ, այո, ճիշտ լսեցիք։ Երևի վերջին 1-2 շաբաթվա մեջ ամենահաճախ այցելածս մարզն է։ Հերթականի համար գնացի օգոստոսի 25-ին ու պետք է խոստովանեմ, ամբողջությամբ չէի պատկերացնում, թե ուր եմ գնում։ Եթե իմանայի, գուցե չգնայի, քանի որ նման դեպքերում նույնիսկ հայրմերը չի փրկում։ Եվ ուրեմն այդ օրը ժամը 22-ի սահմաններում հասա ջրվեժ, որտեղից ահազանգ է ստացել, որ վրաերթ է տեղի ունեցել։ Ինչ վրաերթ։ Վրաերթ էր, այսինքն տեղի ունեցածը կրկնակի վրաերթ է եղել։ 4-րդ դեպքը Մասիս անվամբ ռեստորանի դիմաց է։ Դիակից մի քանի մետր հեռավորությամբ կանգնած են նաև Lexus-ն ու BMW-ն։
Փորձեցի պարզել դաժան եղելությունը, ստացա հետևյալ պատկերը։ Բնապահպանության նախարարությունում որպես բաժնի պետ աշխատող 38-ամյա Սիմոն Գրիգորյանը հատելիս է եղել փողոցը, երբ Lexus-ը վրաերթի է ենթարկել նրան, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո Գրիգորյանը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից։ Ահա որ է ժողովուրդ ջան, սա այն դեպքերից է, երբ ասում են, որ թշնամուն չեն ցանկանա։ Ինչպես տեսնում եք, երկու մեքենաների վրա էլ դրոշմվել է վրաերթի հետքերը։ Քանի որ խոսքը գնում է օրվա մութ ժամի մասին, շատ հնարավոր է, որ Lexus-ի վարորդը նկատած չլինի հետիոտնին։ Թեպետ հանուն արդարության պետք է նշեմ, որ նա անցնելիս է եղել ըստ նախնական տեղեկությունների հետիոտնի համար չնախատեսված վայրով։ Դե իսկ եթե BMW-ն էլ ունենար մի քիչ արագություն, արդեն պարզ է, թե ինչ ավարտ պետք է ունենար։ Սա այն դեպքերից է, երբ ասում են, որ խոսքերն ավելորդ են։ Ուստի մնում է միայն ցավակցել մացածի հարազատներին եւ զգոնության հերթական կոչ հնչեցնել։ Տեղափոխվենք Արագածոտնի մարզ, որտեղ կրկին օգոստոսի 25-ին վթարի հետևանքով այս անգամ 2 զոհ գրանցվեց։ Կհաստատեք, թե քանի անգամ են կոչ հնչեցրել հայրենիքի պաշտպաններին ուշադիր եւ աչալուրջ լինել եւ խնայել կյանքը, ավելի կարեւոր գործերը ավարտին հասցնելու համար։ Ավաղ ականջալուր են լինում ոչ բոլորը, հետևանքն էլ սա է։ Արմավիր Գյումրի ճանապարհին գտնվող Արագածավան գյուղի վարչական տարածքն է։ Մեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց, մոտ 100 մետր գլորվել եւ ինչպես տեսնում եք հայտնվել դաշտում։ Մեքենայի տեսքից արդեն կարելի է կռահել, որ մի քանի անգամ է պտտվել։ Դրա մեջ համոզվելու համար նաեւ կասեմ, որ գազաբալոնը պոկվել եւ շպրտվել էր։ Այսինքն այս դեպքում եւս բավարար էր միայն հայացք գցել վթարի հետևանքների ուղղությամբ, որպեսզի հասկանալ զոհերն անխուսափելի են։ Ցավոք այդպես էլ կար։ Այս յուրատեսակ գույնի պաժերոյում եղել են պայմանագրային զինծառայողներ, որոնց անունները պարզել չհաջողվեց։ Միայն տեղեկացա, որ Արմավիրի մարզից են։ Մեկ հոգի տեղում մահացել է։ Մյուսին է Թալինի փրկարարները ոստիկանների օգնությամբ դուրս են բերել մեքենայից եւ տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն։ Ցավոք դեպքից մի քանի օր անց հիվանդանոցում նա եւս մահանում է։ Էս էինք ուզում։ Լավ, քանի անգամ կարելի է զգուշացնել հնարավոր վտանգների մասին։ Երկիրը դեռևս գտնում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում։ Ու արդյոք մեծ ճոխություն չէ ամեն անգամ խաղաղ պայմաններում զինվոր կորցնել։ Սթափվեք տղերք, այսպես շարունակել չի կարելի։ Ինքը որի անից այգը չեն կարող ասեն, Թալինից էտալուց Աչանի վրա է։ Քչեր են թերևս ծանոթ Վարդավառի այգի կոչվող տեղանքի հետ, ավելի ճիշտ տեղանքին ծանոթ են, բայց չգիտեն, որ այն կոչվում է Վարդավառի այգի։ Իրականում խոսքը Թոխմախի լիճ կոչվող տարածքի մասին է, որտեղ ամեն տարի ցավոք ունենում ենք նաև դժբախտ դեպքեր, ու ամենակարևորը, որ այդ մասին գիտեն գրեթե բոլորը, բայց հետևություններ անում քչերը։ Հիմա կասեք, թե ինչ են անում այսքան փրկարար այդ տեղանքում, ասեմ ժողովուրդ ջան, լճից պատրաստվում են դուրս բերել հերթական դին։ Հիմա բանը Ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանի նարդերը կարծես պողպատից լինեն։ Տունը շինվածը նենց է քալում, ոնց որ ամեն օր էս գործին լինի։ Հետագա գործողությունները ցույց տվեցին, որ տենց էլ կա։ Ջուր մտնելուց կար ժամանակ անց նա դուրս բերեց դին։ Մի քիչ բացի հոտ գտավ։ Թե ուրա պատգարակը որ դուրսում չերևա։ Երեխեքին տարեն կոմ չվախենա։ Այո, մի կերպ էի զսպում էմոցիաներս։ Նայի մեջ ջահել տղա 35-ին մոտ, որին ինքնությունը քնչական մարմինը դեռ պետք է պարզել, ախր ինչի սենց պիտի լինի, թե քանի հոգի միայն այս տարի ջրահերձ եղավ, չեմ էլ կարող նշել, չնայած կարծում եմ, որ այս դեպքը դեռ շատ ջուր կտանի, ինչպես նկատեցիք, խեղդվածը հագուստով էր, ասել է, թե ամենևին էլ չի պատրաստվել տապից պատասպարվելու համար լոգան կընդունել, ու իրավապանները չեն բացառում նաև այն տարբերակը, որ երիտասարդը լճում կարող է հայտնված լինել անկախ իր կամքից։ Սպասենք կտեսնենք, բայց ամեն դեպքում եւս մեկ անգամ ասեմ, հեռու մնացեք ջրային ավազաններից։ Բարոնները ոտի տակից հակեք էլի։ Եվ վերջում Արարատի մարզում տեղի ունեցածի մասին, ինչպես նշեց Վայե Ղազարյանը, հաճախ ենք անդրադարձել դեպքերի եւ շինարարական աշխատանքների համար նախատեսված նշանների բացակայության հետևանքով մարդիկ հայտնվում են վթարների մեջ, իսկ հետո ապաները հրաժարվում են փոխհատուցել, պատճառաբանելով, որ դասական իմաստով վթար տեղի չունեցել։ Շատ կուզենանք, որ այս դեպքի վերաբերյալ քննարկումները նույնպես տեղավորվեն այլ հարթությունում, բայց ցավոք խոսքը ոչ թե մեքենայի վնասվածության, այլ մարդկային կյանքի մասին է։ Չենք կան կտանեն գբերեն։
Առանց չափազանցության մոտ 2 ժամ պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան կտրել այս Կիայի տանիքը։ Մեքենա, որն այս օրն էր ընկել Երևան-Մեղրի ճանապարհի 13-րդ կիլոմետրին, երբ բախվել էր ճանապարհին տեղադրված քանդված բետոնե սյուներին, իսկ կտրում էին տանիքը, որպեսզի կարողանան մեքենայից դուրս բերեն 41-ամյա Վազգեն Հովհաննիսյանի դին, ով բարեկամների 29-ամյա Ազատ Հովհաննիսյանի, Մուշեղ Սարգսյանի եւ 21-ամյա Սուրեն Ալիխանյանի հետ գնում էին Մեղրի իրենց ազգակից զինծառայողին տեսակցելու։ Ահա որ է։ Վայ, զինվոր Մեղրի իրավորի տեղափոխել նորից ասում են որ էլի կա։ Ի վերջո, մի քանի ժամ տևած աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ դին դուրս բերել։ Մյուսներին տեղափոխել էին հիվանդանոց, ու մեր ունեցած տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառում։ Ում ինչ նկարահանումներն էի անում, շարունակ լսում էի անեստներ, ուղղված շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության եւ ճանապարհի արտաքին լուսավորման պատասխանատուների հասցեին։ Մարդիկ էլ չեն փորձում զսպել զայրույթը, ու դա հասկանալի է։ Քանի անգամ այս ուղեղները լվացածներին բացատրեն, որ նման դեպքերում պետք է պարտադիր համապատասխան նշաններ տեղադրվեն, որ արտաքին լուսավորությունը ոչ թե էֆեկտի համար է, այլ անվտանգության։ Ճիշտ է, ոչինչ, մի օր էլ իրենք նույն ծուղակը կընկնեն, թեպետ չենք ցանկանում։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք սեպտեմբերի 11-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։